Սիրելի հետևորդներ ջան, մենք եկանք շատ էինք սպասել, չէ՞ կյանքներս կերել է, երևի 1 ամիս ու ավելին բլոգները չկար, այնտեղ բուրդ էիք հայտարարել, արդեն տակը մեկնաբանություններ էիք գրում, ուր եք, ինչ, լավ, չերկարացնենք, մի հատ մի բան ասեմ, անցնենք առաջ, ես էլ իմ Կարինկան, կյանքներս կերել եք, ես կերպարն էիք, չէ՞ սպասում, եկանք, լավ, հիմա կարճ կոնկրետ, ինչ են սրանք, ինչ պետք է ասեմ, արագ-արագ 2 բան ասեմ, անցնենք առաջ։ Սկսում ենք այսօրվա վլոգը, հետարքիր կարող եք նստել դիտել, շատ-շատ է ձեզ դուր գալու, խառը, ամեն օրերի հետ կապված, այնտեղ իմ բաճկոնն եմ ներկում, մի դեպքում թթու եմ պատրաստում, դրսում մեկ էլ այլ գործեր, նոր տեխնիկա են գնել, ինչ են կարել հավեսին, սիրուն նստեք սկսեք նայելը, ամբողջը դիտելուց հետո կանդրադառնամ ինչ կա այստեղ, վերջում հայտարարություն կանեմ, դե ուշադրությամբ նայեք, դե քանի որ ձմեռն ամուտ է, ես էլ պետք է թթու պատրաստեի, ինչպես որ ասում ենք թթու դնենք։ Ու որոշեցի այս պահն էլ նկարեմ, գործ պետք անել, որոշեցի ձեզ հետ միասին իմ թթու պատրաստելը ցույց տամ, տեսնեք ինչ եմ անում, ինչպես եմ անում, ցանկացած մարդ իր տարբերակներն ունի, նախասիրություններ, ինչպես է պատրաստում, ինչից է պատրաստում թթու, օրինակ իմ տղան սիրում է, որ մեջ լինի խաղ ձմերուկներ, փոքրիկ, դեռ չհասունացած, նաև խաղ պոմիդորները, շատերը գիտեք, շատերը պատրաստում են, այս պահին դրությամբ ես չեմ կարողացել ձեռք բերեմ, հետո կբերեմ կավելացնեմ իր մեջ, չնայած շատ չեմ պատրաստելու թթուն, որովհետև ինչքան էլ սիրում ենք, ուտում ենք, բայց ինչ-որ մի մասը մնում է, կարելի է ընթացքում անընդհատ ավելացնել, վարունգները դեռ չեմ գնել, 1 օր հետո կբերեմ դա էլ կավելացնեմ, փոքրիկ վարունգներ, կարճ ասած, թթու եմ պատրաստում, այս պահին ինչ կա իմ ձեռքի տակ, պատրաստեմ թթու, դուք էլ տեսեք։ Համեմատեք թե դուք ինչպես եք պատրաստում եք թե ոչ, այսպես գնացիք առաջ, ինչ էլ չկա կբերեմ կտեղադրեմ։ Բայց նախապես ցույց տամ այստեղ ինչ ունենք, այստեղ ունենք ծաղկակաղամբը, հիմա կկտրատեմ, մի հատ շատ լավ կլվանամ իրան, ահա ծաղկակաղամբը կա, սա շատ է, էլի մի փոքր մասն ենք օգտագործելու, կարմիր բազուկները, որ թթվին շատ հետաքրքիր գույն է տալիս, համը իդեալական, այն պարտադիր է, այստեղ ունենք գազարները, սխտոր պարտադիր, ես շատ եմ սիրում, մի քանի կտոր կտեղադրենք իր մեջ, թթվի մեջ սխտորը իր այդ սուր համը ու հոտը կարելի ասել կորցնում է, ավելի շատ հաճելի համ է առաջացնում ընդհանուր թթվի մեջ։ Այստեղ կաղամ, փոքրիկ, քյարաբուզ, ինչպես ասում ենք, չգիտեմ որ քյարաբուզ ենք ասում, այլ անուն չգիտեմ, չեմ հիշում այս պահին։ Իսկ այսքանը իմ տարայի համար շատ է, ինչքան կարողանանք այնքանը կտեղավորենք, ցույց տամ նաև տարան, տեսեք ինչ լավն է։ 5 կիլոնոց, 5 լիտրանոց ավելի ճիշտ ինչպես ասում եք տարա, ես այն շատ եմ սիրում, այսպես եմ պահպանում, որ հանգարց չգցեմ կոտրեմ, ճիշտ ասած մինչև այս սեզոն չի տեսել որ լինում է, իրականում որտեղից եմ ձեռք բերել, ես վարձակալել էի տարածքի ուսումնական կենտրոնի համար, շատ մոտ 7-8 տարիներ առաջ, այնտեղ խառը ինչ-որ թափելու ապրանքներ կային, պետք է մաքրեինք ամբողջը, եւ հայտնաբերեցի շատ գեղեցիկ այս թթվի տարան, թե ինչպես էր հայտնել այնտեղ, ես չհասկացա, եւ այն մնաց ինձ, տեսեք, ինչքան լավն է, չէ՞։ Եվ այսպես, ես պատրաստեմ թթուն, կտրատեմ, տեղադրեմ դուք կողքից ինքներդ նայեք եւ դրա համար 5 լիտրանոց տարանն է բավական է, որպեսզի մենք սա ուտենք վերջացնենք, նորից կավելացնենք, շատ պետք չէ։ Այսպես տեղադրում եմ տարայի մեջ, գնացինք հետևեք։ Հա, իմիջիալոց մոռացել էի աղը, ամենակարևորը աղն է։ Ահա, սա էլ աղը, ինչպես եմ ես աղը նախատեսում, ինչպես ասում ենք աղը բռնել, շատերը մեր մեծեր ինչ որ ձու էին տեղադրում, Ձու պետք է բարձրանա կոպեկի չափ ինչ-որ տարօրինակ բաներ, ոչ, համով որոշում ենք, պետք է լինի լավ աղի, աղից վնաս չկա, եթե աղը քիչ եղավ, գիտենք, որ թթուն համեղ չլինի, այսինքն չի էլ թթվի, այն կլխկվի, եւ պետք է տեղադրվի սառը միջավայրում։ Լավ, եկեք պատրաստել, կողքից դուք նայեք, տնավարի մի փոքր գործ անենք, էլի, գնացինք։ Դե ինչ, ինչպես նախապես արդեն ասել էի, մեր 5 լիտրանոց բան կամ պատրաստ է թթվի համար մաքուր լվացած, հիմա կտրատենք մաքրենք բանջարեղենները, առաջին հերթին վերցնում եմ կարմիր բազուկը, ամբողջը կեղևը մաքրում եմ, կան դեպքեր, երբ կարելի է կեղևը չմաքրել, լավ լվանալ միայն, բայց իմ դեպքում կեղևը մաքրում եմ եւ կտրատում եմ ըստ ցանկության միջին խոշորության։ Ապա նախապես լավ լվացած գազարը կրկին կտրատում եմ համաչափ մեծության, ինչպես որ կարմիր բազուկն էր։
Ապա անցնում եմ սխտորին, իմ ամենաշատ սիրելի սխտորը։ Ընկերներ ջան, բանջարեղենի կտրատման պատրաստման հերթականությունը բացարձակ կարևոր չէ, որը կուզեք սկզբից, որը վերջից։ Այսպես սխտորներն էլ արդեն պատրաստ են, ամբողջը տեղափոխենք խոհանոցի սեղանին, որ տեղ ունենանք, ապա անցնենք հաջորդիվ ծաղկակաղամբի կտրատմանը։ Ապա պարտադիր մաքրելով ծաղկակաղամբի սեղմված հատվածները, որը սև հետքեր ունեն։ Ժողովուրդ ջան, կարինկաներ կողքերից ֆրֆռում, ուզում ա չերևա, բայց հարություն անում, ջղայնացնա ճիշտն ասած, չարատիճություն։ Այսպես մի բան ահանում, ընդեից ախանգարում, ասպա ձերիկ դանակը տուր ինձ, չգիտեմ ինչա ուզում կտրի, կարճ ասած, կարինկան այստեղ այնպես որ մեր հետ միասին է։ Այսպես հաջորդիվ անցնում ենք կաղամբին, կտրեք ձեր ցանկության միջին, մի փոքր մեծ կամ ավելի փոքր, իմ տարբերակում կտրում եմ միջին կտորներով։ Վերցնում եմ քյարավուզը, շատ չէ, քանի որ բանկան այդքան էլ մեծ չէ, կտրատում եմ, պատրաստում եմ, տեսեք իմ տարբերակը, այս ինչ լավ հոտ ա գալի, ախր անմահական հոտ ունի, շատ գրավիչ, կարելի է դուխի սարքել այս քյարավուզից։ Եվ այսպես, գրեթե ամենը պատրաստ է, անցնենք թթվի դասավորմանը շարելուն բանկայի մեջ, ընթացիկ հետևեք։ Ես առաջնային տեղավորում եմ քյարավուզի կտորներ, բայց հերթականությունը ըստ ձեր ցանկության, ըստ ձեր պատկերացնելու, որ բանջարեղենը նույն տարբերակով շատ չկրկնվի, հերթականության մի փոքր այն, մյուսը, հետո սխտորները, գազարները, բազուկը, ծաղկակաղամբը եւ այսպես շարունակ։ Այս դեպքում մի փոքր տեղ եմ թողնում, քանի որ հաջորդ օրը պետք է բերեմ եւ ավելացնեմ վարունգները եւ խակ պոմիդոր։ Պարտադիր ձեռքով սեղմում եմ մի քանի անգամ, քանի որ թթուն սիրում է սեղմված, որի վրա ծանրություն պետք է տեղադրենք, այսինքն քար։ Դե ինչ, բանջարեղենի շարվածքը արդեն պատրաստ է, տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի, հիմա անցնենք առաջ։ Դե այսպես ընկերներ ջան, գրեթե մեր թթուն պատրաստ է, մտածված այստեղ տեղ եմ թողել տարածք, ամենայն դեպս այս օրերին էլի իջնելու է ինքը, որպեսզի ես վաղը ամենաուշը մյուս օրը մանր վարունգները գնեմ, բերեմ տեղադրեմ եւ խակ պոմիդորներ նույնպես երևի թե կնայենք որոշեմ դա բերեմ թե ոչ, այսինքն այստեղ տեղ ունեն։ Դերևս այն նստելու է։ Տեսեք ինչքան գեղեցիկ սիրուն տեսք ունի, բայց հիմա անցնենք աղաջրի պատրաստմանը, հիմա էլ աղաջուրը նախորդ պատրաստում ենք, այսինքն առանձին պատրաստում ենք այն, հետո ավելացնում ենք իր վրա։ Եկեք անցնենք շարունակությանը, շատերը այստեղ տեղադրում են լավրովի լիստ, մեխակի հատիկներ, սև կլորիկ բիբարներ են, չէ՞ ասում համ տալու համար, այդ հատիկներից չէ, ես նման բաներ չեմ անում, տեսեք ինչ լավ է ստացվել։ Եվ այսպես անցնենք աղաջրի պատրաստմանը եւ ավելացմանը, գնացինք։ Վերցնում եմ ապակյա սովորական մեկ այլ տարա, որի մեջ բացում եմ աղաջուրը, ըստ համի, ըստ ցանկության, բավականին աղի պետք է լինի, բայց ոչ այնքան, որը մեր քիմքին, մեր համայն զգացողությանը անգամ վնասի։ Այս դեպքում վերցնում եմ 2 գդալ աղ, որի վրա ավելացնում եմ սովորական սառը, բայց մի փոքր իմ դեպքում գոլ ջուր։ Լավ խառնելուց հետո ձեռքի ափի վրա փորձում եմ համը, այն խոհարարական տերմին է, այս տարբերակով կերակուրի համը փորձելը։ Փաստորեն իմ գնաց աղի որակը չափից շատ բարձր է, այսքան աղի երբեք չէի պատկերացնի, դրա համար անպայման կրկին մի փոքր ջրով կթուլացնեմ և կավելացնեմ թթվի վրա։ Ապա այսպես շարունակ անընդհատ նոր աղաջուր պատրաստելով լցնում ենք այնքան, մինչև թթվի երեսը ծածկվի, այսինքն դեռ թթու չդարձած բանջարեղենի էլի։ Այսպես, այս պահի դրությամբ ամենը պատրաստ է, իր վրա շուռ եմ տալիս, ծածկում եմ փոքրիկ ափսեով, որի վրա հետագայում, այսինքն սառը միջավայր տեղափոխելուց քար եմ տեղադրելու, որ ամբողջ բանջարեղենը սեղմվի։ Ահա ամենը պատրաստ է, տեսեք ինչ ախորժելի և շքեղ տեսք ունի։ Դե ինչ, մեզ բարի, օրհնված ամանոր և ձմեռ, տեղափոխենք սառը միջավայր։
Ապա մի քանի օր անց մեր տուն բերեցին Վելվիից պատվիրած մեր նոր տեխնիկան։ Ինչի մասինն է խոսքը, հիմա կտեսնեք։ Ահա, ինվերտորային օդորակիչ, ասում են շատ լավ որակի է, երաշխիքով, շատ հետաքրքիր նկարագրություններով, կարճ ասած, որպեսզի շատ տաք եւ հաճելի ձմեռ անցկացնենք։ Ապա հաջորդ օրը մասնագետները եկել էին այն տեղադրելու։ Բավականին դժվար գործընթաց էր, պետք է պատը ծակեին, այն էլ մեր սեփական տան պատերը, որը շատ հաստ եւ որակով է պատրաստված։ Եվ իրոք, ինչպես ասում ենք, մալադեց, լավ էր կարողացան տեղադրել։ Ապա պետք է փորձարկենք եւ հասկանանք, տեսնենք որակական հատկանիշները։ Այս պահին միացված է 24 աստիճան ջերմաստիճանի տակ։ Ինձ համար անգամ սա է շոկ, իսկ տղաս միացրել էր մինչև 31։ Այստեղ էլ իր հեռակառավարման վահանակն է, այնտեղ նշաններ, ես ինքս կսովորեմ հասկանամ, որը ինչ է։ Այս պահին ինձ համար անհասկանալի է դեռևս։ Աշխարհով ես էլ իմ արգղերով, ես էլ սիրում եմ նմանատիպ արգղերը հավաքեմ, ինձ պետք կգա։ Դե ինչ, հաջորդի սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ։ Սա իմ բաճկոնն է, կուրտկա։ Ոնց ուզում եք տենց ասեք, իմ ամենասիրելի կարմիր, կարճ, կաշվե բաճկոնը, այսպես կրեատիվ հետաքրքիր դետալներով իմ ոճի մեջ, բայց ինչի մասին է խոսքը, սա թողնենք այստեղ, ցույց տամ ձեզ։ Պատվիրել էինք Թեմույով, եկել էր այսպես ժիտկի կոշ, այսինքն հեղուկ կաշի, հա, այդպես է անունը կոչվում։ Նկարի մեջ այսպես մեծ սիրուն sense տեղը տեղին ինչ որ տես տարա է երևում, ժիտկի կոշ, հա, այսինքն պետքա իմ տարբերակով ինքը հեղուկ կաշի քսենք, կաշի դառնալ, բայց դեռ չգիտեմ, չեմ փորձարկել։ Եկել է սա, մի հատ նայեք, փոքրիկ, այսպես ափի մեջ որ տեղադրեմ, մի հատ նայեք ինչա, չգիտեմ, փոքրիկ, անհասկանալի մի երևույթ, առավել եւս բացված, նախորդ իմ բլոգ տեսանյութերով կար տեղադրած, տեսել եք, բացված, ամբողջը թափվել էր։ Կարելի ասել քսվել էր մյուս ապրանքներին, լավ տոպրակներով էին, այնպես որ ապրանքները չէր փչացել եւ այսպես փափուկ ինչ որ մատերիալ է, հումք է այստեղ։ Այսպես տարօրինակ մի բան։ Հիմա ուզում փորձարկենք, տեսնենք ինչ է, արդյոք ժիտկի կոշ ինչպես գրված է, այսինքն հիմա սա պետք է քսենք բաճկոնի այս կաշվե տարբերակի վրա այդ ճակոտված մասերում, որտեղ որ արդեն թափվել է, պետք է քսենք իբր ինքը դառնա նորից կաշի։ Տեսնենք կլինի թե չէ, նա փորձարկենք հասկանանք ինչ է, նայեք։ Եկեք այս աշխատանքը կատարեմ, դուք նայեք, իսկ բաճկոնը այս բավականին երկար տարիներ հագել եմ ես իրան, ու sense բան չի եղել, նոր է սկսել։ Այսինքն առաջիկա 3-4 տարում նորմալ դիմացել է։ Հիմա նոր տեսեք այստեղ օձիքի մասը ինչ է եղել։ Դուրս է եկել պլոկվել, կարճ ասած, մի հատ փորձենք, տեսնենք կարող եմ փրկել թե չէ, քանի որ իրան շատ եմ սիրում, չեմ ուզում դեն նետել, որովհետև ինքը շատ կրեատիվ է, շատ սիրուն է։ Լավ, եկեք փորձենք տեսնենք, ընթացիկ, հետևեք։ Ինչ ունեմ այստեղ աշխատանքի հետ կապված, այստեղ ունեմ այս ակցանը, ինձ հետ ինչպես ասում ենք մեկ այսպես բռնելով, մի փոքրիկ սպունգի կտոր, գուբկա, ամեն տարբերակն ասում են, կուսակցականով ասենք էլի դե, գուբկա ռուսերեն, սպունգը հայերեն տարբերակով, պետք է այսպես ինչ-որ մի հետաքրքիր տարբերակ ստեղծեմ, թաթախենք ու սկսենք կաշվե տարբերակը մշակենք, տեսնենք կլինի, փորձենք տեսնենք այս ինչա գնացինք։ Այստեղ ունեմ ձեռնոց ձեռքերս չներկոտելու համար այս փոքրիկ ներկը, ինչպես ասում են ժիտկի կոշ, ակցանը իր մի փոքրիկ սպունգով կարճ ասած պատրաստվենք, փորձենք ներկել, տեսնենք ինչ է ստացվում։ Կրկին շեշտում եմ, թե ինչքան շատ եմ սիրում այս կարմիր բաճկոնը, տեսեք ինչքան է փչացել, կարծում եմ այն չվերականգնվի, բայց փորձենք տեսնենք ինչ կստացվի։ Ճիշտ ասած այդքան էլ չեմ հավատում։ Իմ տեսնելով եւ զգալով այն սովորական ներկի նման, տեսնենք ինչպես կարող է այն կրկին կաշի դառնալ, այսինքն իբր ներկելուց հետո պետք է կաշի պատվի, հավատանք թե ոչ, բայց իրականում այդքան էլ չեմ հավատում, հիմա ընթացքում կտեսնենք, բայց կարևորը գույնը շատ իրական համընկնում է։ Let's
Ճակոտված եւ գույնը թափված զանգվածը այնքան շատ է, չեմ պատկերացնում ինչպես կվերականգնեմ։ Այն նաեւ թիկունքի մասում է։ Լավ, եկեք տեսնենք ինչ է լինում։ Այսպես թողնենք, հավատանք, մի քանի ժամ անց թեկուս հաջորդ օրը տեսնենք ինչ է ստացվել։ Ինչպես ասում ենք, էս էլ մեր ժիտկի կոժը։ Ահա։ Իսկ հիմա եկամ մեր տեսանյութ բլոգի վերջին, ինչ ենք հայտարարում, մենք հիմա ես ու Կարինկան եկար մտածում ենք այդ մասին կհայտարարենք թե չէ։ Այսինքն ինչի մասն է խոսքը, ընդհանրապես ամանորի։ Ցանկանում ենք հայտարարել, այս բայից սկսած, այն որ ասում ենք ինտրիգ ենք առաջացնում հաջորդ բլոգ տեսանյութերի համար։ Սկսում ենք բլոգները մեր ամանորյա պատրաստության։ Մի բան էլ ուշադրություն, ավելի շուտ կարելի է սկսել իմ կարծիքով։ Մենք հիմիկվանից դիմացը 1 ամիս չենք հասցնի երևի թե։ Սկսում ենք մեր ամանորյա բլոգի նախապատրաստությունները, իսկ ինչեր են սրանք, նախապես ասել ենք, արդեն պատվիրել ենք որոշակի դետալներ եկել են, հիմա Կարինկան հերթով ցույց կտա ինչ այ վիճակից, ասեմ Կարինկայի նախաձեռնությամբ ամբողջը ինքն է պատվիրել, ասել եմ ես չեմ խառնվելու, ինքը ոնց ուզում է ամանորյա պատկերացումներով ամբողջ ձևավորումը կատարի, արդեն դետալները պատվիրել ենք եկել է եւ սպասեք հաջորդի բլոգներին, թե ինչպես ենք պենոպլաստից պատրաստելու տնարկներ, եղնիկներ, սահնակ, ձմեր, պապի, չգիտեմ ինչ ճիշտացած հեսա Կարինկան գասի կեսիչոց ինչա պատվիրել, ինչա պատկերացնում, ես բան չգիտեմ։ Ինչերը որ եկել են կան դետալները հիմա ցույց կտանք միասին ու սպասեք հաջորդի ամանորյա նախապատրաստության բլոգի հետ կապված դետալներ, ոնց են պատրաստում, ինչ են անում, ինչ խենթություններ, չհաճեջություններ։ Այսպես, հիմա արդեն եկած պատվերները թող Կարինկան ասի ինչեր են սրանք։ Հա, ես բացեմ դու ասա էլի։ Դες մի քանի կտորակ ասած։ Ոչինչ, կակրած։ Հա, միջև ցույց տալը ես ուզում եմ ասեմ, որ քանի որ մեր խոհանոցի գույները բորդո, ոչ թե կարմիր, այլ բորդո գույնի մեջ է, ես որոշել եմ, որ պետք է ամանորյա դետալները լինի այն գույներին, որը որ մեր խոհանոցում շատ գերակշռում, այսինքն սպիտակ կամ կաթնագույն, կարմիր այդ գույների մեջ, որը համել ամանորն է խորհրդանշում ու հյուրասենյակի բարձի երեսները պետք է համապատասխան լինեն խոհանոցի ձեռքի կամ թեյի սրբիչների հետ, ոնց որ ասում ենք, այսինքն ամեն ինչը պետք է գեղեցիկ լինի ու կոկիկ։ Նախ սկսենք այս խոհանոցի սրբիչներից փոքր, որ ինքն եմ համանել, անկեղծեմ ասում։ Իրոք իմ դուրս շատ է, եկեք նույնիսկ ափսոսում եմ, էսի տեղադրենք հյուրերը գալու են, սես բռնեն, սես բաներ անում, գցել են գա։ Ու ինքն նախ սկսենք այնանից, որ որակը բավականին դառնա, Եթե դուք ես որովհետև կտրում եք, այդ գումարի համար վճարեք։ Այնքան փափուկ է, այսրանից իջու շոր կվակնի, շատ լավն է։ Ո՞նց է դիանատիա։ Շատ փափուկ է, Ձեր պապիկները, Կարինկան ինքն է որոշել ընտրել, հաջորդն են ցույց տուր։ Ու տեսեք, ասեք այսպես էսրակ, որ դիզայնը մեկը մյուսին համապատասխան է, այսինքն երանգները, վրայի դետալները շատ համապատասխան են։ Իսկ այստեղ եղերիներ են նկարված։ Այնտեղ դասավորեն գազի վրա էլի սենց սիրուն։ Այնպես որ հենց իր պատկերը միանգամից այսպես գեղեցիկ երևում։ Շատ սիրուն է։ Սրանք ամանորյա սրբիչներ, որոշել է Կարինկան, որ անգամ սրբիչները պետք է լինեն ամանորյա, էստեղ։ Հաջորդ է։ Հիմա ցույց են տալիս, որ այսպես են հաղթաբանել։ Պասեք ես առաջը գնեմ 4 եւ 4, 8 տարբերակ, սա իրենց սենյակի համար է իրենց սենյակի գույներով լավ դու ասա։ Հիմա անցնենք հյուրասենյակի բարձի երեսներին, որը կրկին համապատասխանում է դիզայնը սրբիչների երանգի ու պրինտի հետ կարելի ասել։ Այս է սպայն։ Սա առաջին տարբերակը։ 1 հյուրասենյակի համար։ Սա երկրորդ տարբերակը, այս մեկի համար ես անկեղծված շատ եմ հայտարարում, գեղեցիկ մեքենա, ես անկեղծված որոշել եմ, որ պետք է այսպիսի ինչ-որ դեկոր ավելացնենք հյուրասենյակում կամ խոհանոցում։ Այսինքն նոր տարուց հետո որ մնա աստե ինչ կլինի, սիրուն է, ինչ կլինի։ Ուղղակի մենք պետք է այնպես անենք, որ հանկարծ իր որակը չփչանա, որտեղ շատ բարակայական։ Սա երկրորդ տարբերակը։ Մենք պետք է դեռ կարենք բարձի երեսները ներսում իր բուկաների հետ, սինձիպոնի հետ, որովհետեւ առանձնացնենք, լավ, բլոգի ընթացքում կնայենք։ Ու սա երրորդ տարբերակը, ոնց որ առաջին ու երրորդ տարբերակները գրեթե իրար նման են դիզայնը։ Էսի չորրորդ արդեն։ Մենք երկու Սա արդեն չորրորդ դիզայնը։ Ոնց հասկանում եք, այնպես ենք անում, որ բոլորը միմյանց հետ համապատասխանելի եւ Շատ ընդիրար հաջորդները։ Մեր ննջասենյակի բարձի երեսների, որը որ կրկին ամանորյա է, ես անկեղծ ասած ուշադրություն մեծ մասը դարձնում դիզայնի հաստե ամանորյա սեղանի։ Հա, դու իմ նման ես մտածում։ Կարինկան ահագին նմանություն ունի։ Այն որ լավ ուտենք, հասկացանք, էլի կուտենք, բայց
մինչև ուտելը այդ գեղեցիկ դետալները ու չափիչատ կարիկան այնպես բաներ է պատրել, նախորդ չասենք, հեսա կգա ինչա պահե, չգիտեմ ինչ, ինքը գիտի արդեն շատ հետաքրքիր Մի դետալներ։ փոքր կներկայացնեմ, ինչ են որոշել, որ պետք է դիզայնի, մոտավորապես պատկերացնում կհասկանաք։ Քանի որ մեր ննջասենյակը քրեմովի գույների մեջ է, բայց հեսա կասեմ, բայց ամանորով կարմիր ու սպիտակ գիրակների մեջ է, կապ չունի։ Պրինտը ամանորի է, բայց գույները այնպես են արել, որ համապատասխան լինի ննջասենյակին, այնպես որ։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, ինքը սահնակա, դրանք բանտիկ, եղևնի տերերներ։ Շատ սիրուն է, նայեք, ամանորյա պատկեր, կրեմագույնի, բեժի, շագանակագույնի, ոսկե գույների բոլոր խառնումներն է, ընտի, նայեք, ես իրանց սենյակի համար էլի, առանձին իրանց զույգերի սենյակի համար։ Ես շատ կցանկանայի, որ իներ կարմիր գիրակներն է, ուղղակի որ մեր սենյակում ոչ մի կարմիր դետալներ չկան, ես չգիտեմ որ դրանց կնի։ Երկրորդ տարբերակը, բայց եսի կարող հայր մնա, ինչ կլինի, որ նոր տարին Իմ ամառում։ ամենասիրածը այս պրինտն է, ինքը շատ հասարակ է, բայց ինքն հետաքրքիր է, անկեղծ ասած։ Ես շատ եմ սիրում այս մինիմալիստական բաներով։ Շատ սիրուն է, ես շատ հավանել եմ։ Մեկ էլ այս իջնկաներով։ Կարելի է այս ամառը։ Այս մենը թողեք։ Իջնկաներից։ Բայց խենց սրանից, կականից։ Շատ գեղեցիկ դիզայն։ Բայց եսի որ թողեք նոր տարակ գրած, հատո գարուն ամառը նոր հաջորդի հավեսյան եմ մեր կարիգան բացի երեսն հետ կապված, ամանորը թողել է մի կողմ, կարելի ասել շարունակությունը, բայց թեմայից թեքնում եք ու շատ են գրել, թողան ցույց տա։ Այս իրականում ես ընդհանրապես դրա համար գումար չեմ վճարել, սա թեմույթ Բայց թեմունը թույլ տալիս, թեմուն ասում, ինքը թողում այդ մարդը։ Բայց եթե խաղաղություն ասա 0 դրամ, գնեք վերջեք սա։ Որ որակային առումով սա ավելի լավն է, քան մեկը։ Ամուրը, կտորը դիկա։ Սրա վրա գրված է King, Թակավոր թագուհի է։ իսկ այս մեկը Queen։ Ես անկեղծ մտածում եմ, ինչ տարբերակ կարելի, որ մի հատ փոքր բարձի երես լինի, որ արդեն երեխայի համար է, բայց չեմ կարող։ Կարող պետք է մտածենք, մենք էլ կարող կանենք։ Նայեք, լավն է, չէ՞։ Բայց շատ գեղեցիկ է։ Էսի առանձին իրանց կարելի ասել դետալ, անկողնուրը աքսեսուար, շատ գեղեցիկ ու իրոք շատ ճաշակով է։ Ու իր անկողնային հավաքածուն կա։ Ես փոխեմ այդպես անեմ, որ սրան մոտավորապես նման լինի, որ իրար հետ համապատասխան լինի։ Իսկ հիմա 10 հատ բարձի երես։ Ինքը շատ նման է Versace դետալներին։ 10 հատ պետք է կարեք ու կեքը կտրտեն։ Նարեկի կասեն գուկա դուբեր։ Հետո երբ որ արդեն մեր միջանցքը պատրաստ լինի, ես չեմ կարող բացատրեմ, այդ միջանցքի համար պատրաստվում որ մոխրագույն երանգների մեջ լինի իրականում բարձի երեսները, որ ավելի գեղեցիկ չեն։ Այսպես մեր նախնական դետալներն էին, սրանք դեռ ամանորյա չէին հասկացանք, բայց ամանորյաները պատրաստում են, որ տեսնեք ինչպես ենք մենք այդ ամուր պատրաստությունը սկսելու։ Հաջորդի մի հատ այստեղ նայենք, թող կարիկա նորից ինքը բացատրի։ Ես քանի որ շատ եմ սիրում, որ դիզայնը ամեն ինչը գեղեցիկ լինի, ու ես որոշել եմ, որ այս տարի պետք է գերակշռի ոսկե գույնը։ Նա տոկես սպეციფიկ բաներ է դրել, որ Հաբուկ եք հավաքել։ հա, նույնիսկ դերևի չխավ։ Շատ լավ։ 6 կոմպլեկտով պետք է այս պատկերեմ, այսինքն 3 հատ։ Տեսնած կլինեք այն կարմիր գույնի, որ sense ոլորված մոմեր են։ Այն որ էջից բերել էր, գիտես։ Հա, լավ, ստեղ էլ բայց կա, տեսել եմ կարան վերցնել։ Ինձ դրա բորդո տարբերակն է պետք, որովհետև մեր ամանորյա սեղանը դրա սովորական սպիտակ սփռոց ու մեջտեղում ծյուր ողջացնում։ Ինքը sense ճմուրված մոտավորապես էֆեկտ է տալիս։ Ժատ կտորն է, ժատը։ Այս երանքի մեջ է հենց բորդո գույնի, որ համ սեղանի սկզբնամասում, ամեն սկզբնամասերում գեղեցիկ դրված լինի այս մոմակալները իր կարմիր մոմերի հետ հանդերձ։ Ոնց կուզես, ձևավորումը միտքը քոնա մի երկու բան կասեմ, ուզես, չես ուզի, մնացածը ամբողջը թող ոնց ուզում ես պատրաստի։ Այսպես ընկերներ ջան, դե դուք սպասեք, հա, հələ մի րոպե, հələ մի հատ իմ սեղանի վարդերը նայեք, ժողովուրդ մեր այգու վարդերն է, մեր սպիտակ վարդերը, տեսեք ինչ հետաքրքիր է, այստեղ վարդագույն բաց ջուր երանգներ ունի, մեր վարդերը ամեն տարի այնպես գույները փոխում են, ես զարմացած եմ, այդպես բան լինում է, այսպես կտրեցի, տեղադրեցինք մեր տանը, մեր սեղանին, չդիմաց ասա էլ ձեզ ցույց տամ, իսկ իրականում ինչ անենք։ Այսօր բավական է, սպասում եք երկար ժամանակ վլոգի, ահա։ Մենք դեռ սիրուն տնակ ունենք, որ պետք է ցույց տամ, պատկերարը պետք է աշխատանքներ անենք, սիրուն տնակ ունենք, ուզում ենք պետք է Բայց մեջը լույսեր պետք է, չէ՞, վառել։ Արհեստական մոմ կա, որ ինքը տակտիքի կողմից սիրում։ Շատ լավ է։ Այնպես որ եկեք հիմա ասենք շատ արագ չասենք, լսեք, հա իհարկե կուրախանաք եւ ամբողջը խառնեք իրար, բայց թողնենք։ Կարճ ասած։ Մոտավոր տեղեկությունը տվեցինք, հաջորդի ինչ հետաքրքիր վլոգներ են սպասվում։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգին, ամանորյա պատրաստություններ։ Եվ ինչ։ Հա, բայց այնտեղ փաթի unboxing ունենք մենք։
Ճիշտ է։ Լավ, կտեսնենք գենդեր փարթին առաջ կընկնի, թե հետո չնայած ամանորյան երկար է տևելու, ընթացքում կնայենք։ Միտեղ մենք կտեղավորենք գենդեր փարթիի մեր տեսանյութ վլոգը։ Կարճ ասած, կհանդիպենք հաջորդի։ Ես պաստը մի ուղներ ինչ ես արել, ոնց ես սարքել, հա։ Իմն պետք է սարքենք, հա։ Հա։ Ժամանակ չկա, ես տես ինչ։ Հավա, իմ միած շատ մնացած։